հայրենակիցներ, սիրելի բարեկամներ, ողջունում եմ բոլորիդ։ Բարով տեսանք միմյանց, իսկապես բարով, որովհետև մեր գործը բարի է, իսկ պայքարը արդար։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, շնորհակալ եմ, որ մեկ մարդու պես բոլորդ եկել եք տեր կանգնելու մեր ներկայի փոփոխություններին։ Շնորհակալ եմ, որ եկել եք տեր կանգնելու մեր ապագային, տեր կանգնելու մեր երկրին։ Շնորհակալ եմ, որ ձեր ձայնը հաղորդեցիք համաժողովրդական ալիքին, ձեր պահանջով, ձեր հորդորով ու պատվերով, իրական ոչ իշխանական քաղաքական ուժերը ձեռնարկեցին այս շարժումը մեր սիրելի բոլորիս համար կյանքում ամենակարևոր երկրի Հայաստանի Հանրապետության զարգացման առաջընթացի ու փրկության գործի համար։ Լավ գիտակցում ենք ու լավ գիտենք, ինչպիսի դժվարությամբ Երևանի համայնքներում, բակերում, շենքերում, բնակարաններում, այլ վայրերում, մեր հանրապետության մյուս քաղաքներում ու գյուղերում թույլ ճրագի պես բոլորիդ հոգում ու սրտում սկսեց վառվել հույսը։ Լավ գիտակցում ենք, որ դժվարությամբ արթնացավ այն հավատը, որն այսօր բոլորիս այստեղ մեկտեղել է, որն այսօր վերածվել է բոցի, անդառնալի փոփոխությունների բոցի ու հրդեհի։ Ուզում եմ, որ վստահ լինեք, չնայած այն քարոզների, հակաքարոզների, մեր ու ձեր տրամադրվածությունը շեղելու փորձերի, որևէ բան չի փոխվելու, որևէ բան չի լինելու այլ, քան դուք ցանկանալու եք։ Ես ուզում եմ, որպեսզի դուք լսեք այն ելույթները, որոնց երկար սպասել եք։ Ուզում եմ, որպեսզի ձեր մասնակցությամբ մեկնարկ տաք այսօր նրան, ինչին գնացել ենք այս ընթացքում բոլորս։ Դիմավորեք ոչ իշխանական ուժերին միացած Պոլիտէկոնոմիա հետազոտական վերլուծական կենտրոնի ղեկավար 7 օր AM կայքի հիմնադիր քաղաքագետ Անդրանիկ Թևանյանին։ Հարգելի հայրենակիցներ, այս պայքարին միացել եմ որպես անկուսակցական։ Ես մեկն եմ այն քաղաքացիներից, ովքեր չեն ընդունում ֆուտբոլային դիվանագիտությունը, չեն ընդունում նյուվասյուկիստական բլեֆներով կառավարող կիսագրագետներին, չեն ընդունում աղքատության աճը, արտագաղթը, մեր երկրի հետընթացն ու խայտառակ պարտությունները բոլոր ոլորտներում, չեն ընդունում տնտեսական անկումը, չեն ընդունում տնտեսության սաշիկացումը, չեն ընդունում, որ մենք 21-րդ դար ենք հասել, որպեսզի քաղաքական կազինոյում տանուլ տանք մեր ու մեր հաջորդ սերունդների ապագան։ Ես մեկն եմ Հայաստանի Հանրապետության այն միլիոնավոր քաղաքացիներից ու սփյուռքի մեր հայրենակիցներից, ովքեր չեն համակերպվում այս վիճակի հետ և փոփոխություններ են ուզում։ 88-ին մենք բռունցվեցինք միացում կարգախոսով, հանուն Ղարաբաղի և Հայաստանի մղվող պայքարի կենտրոնն այն օրերին այստեղ էր ազատության հրապարակում, իսկ թշնամու հետ շփման գիծն անցնում էր հայ-ադրբեջանական ռազմական բախումների կետերով։ Մենք հաղթեցինք պատերազմում, բայց մսխեցինք այդ հաղթանակի արդյունքները ու հիմա կանգնած ենք ճամփաբաժանի առաջ։ Կամ մենք վերջնականապես կհաղթենք Ադրբեջանին տնտեսական, արժեքային ու պետականաստեղծ ճակատներում, կամ կփակենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը, ինչը որևէ պարագայում չի կարելի թույլ տալ։ Մենք դատապարտված ենք հաղթանակի և այդ հաղթանակին պետք է մասնակցի յուրաքանչյուր քաղաքացի, որպեսզի հետո
դողա այդ հաղթանակի վրա և տեր կանգնի դրան։ Ես դիմում եմ նաև Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցներին, միացեք այս պայքարին, սա մեր ընդհանուր գործն է, սա պատերազմի շարունակությունն է և վերջապես պատվի և արժանապատվության հարց է, ամոթ է հաղթել ռեսուրսներով գերազանցող թշնամուն և պարտվել քաղաքացիական պայքարում։ Այնպիսի տպավորություն է, կարծես մենք կրակն ենք ընկել մեր հաղթանակի ձեռքը։ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակն անտեր է մնացել ապաշնոր կառավարման, ընտրակեղծիքների, տոկոս խփոցի, համատարած կոռուպցիայի, իշխանությունների ստեղծած գաղշ մթնոլորտի և աթոռամոլության պատճառով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չարախնդում է։ Նրա խոսքերով Հայաստանում չկա բարենպաստ բիզնես միջավայր, շնորհիվ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի, ինչի արդյունքում Հայաստանում ոչինչ չի զարգանում, կապիտալը փախչում է երկրից, իսկ աշխատատեղերի կրճատման արդյունքում կապիտալի հետ միասին երկիրը լքում են բնակիչները և նման տենդենցի պահպանման արդյունքում Հայաստանը կդատարկվի մոտ ժամանակներս և ուրեմն իմաստել չի լինի ռազմական գործողություններ սկսել այս պահին, այլ պետք է սպասել մինչև Սերժ Սարգսյանի վարչակազմը ինքնուրույն կազմալուծի Հայաստանը։ Սրանք Ալիևի խոսքերն էին, մեջբերման ավարտը։ Ցավով պետք է արձանագրել, որ Ալիևը ճիշտ է հաշվարկում։ Եթե Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանական նեղ թիմը պահպանի իր դիրքերը ու դեռ մի բան էլ տխրահռչակ սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրման ծրագիրը կյանքի կոչի, ապա մենք կպարտվենք Ադրբեջանին ու դրա մեղավորը միայն վերջի բոլշևիկն ու իր մանկլավիկները չեն լինի։ Մեղավոր կլինենք մենք, որ չկարողացանք փոխել մեր կյանքը և մրցունակ պետություն կառուցել։ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից շահում է միայն Ադրբեջանը։ Սա ոչ թե տեսակետ է, այլ փաստի արձանագրում։ Միայն թշնամին կցանկանար, որ Հայաստանն իր ճակատագրին վերաբերող քննարկումների ժամանակ քնած վիճակում ներկայանա և գիշերային որոշումներ ընդունի, որ Հայաստանից վերջին 6 տարիների ընթացքում հեռանա շուրջ 250,000 մարդ, որ Հայաստանի տնտեսության անկման միջազգային ռեկորդները խփեն բոլոր հնարավոր սահմանները, որ Հայաստանում ներդրումները կրճատվեն, որ Հայաստանում մարդկանցից ամեն գնով փող պոկեն և ամեն օր թալանի մի նոր ձև մոգոնեն, որ Հայաստանը ֆուտբոլի գնդակի դերում հայտնվի միջազգային ասպարեզում, կորցնելով իր հարգանքը Ռուսաստանում և վստահությունը Արևմուտքում, որ Հայաստանը դառնա իշխանավորների կողմից օֆշորային մեքենայության, ատկատների կիրառման, հարկային տերորի, տոկոսի տակ մնացած քաղաքացիների հավաքատեղի, որ Հայաստանը դառնա բիզնեսի համար դժոխքի վերածված տարածք, որ Հայաստանը համաձայնի թուրքերի հետ սակարկել հայոց ցեղասպանության հարցը, որ Հայաստանն Ադրբեջանի դիրքերը միջազգային ասպարեզում ուժեղացնի, այսպես կոչված արևմտամետ և ռուսամետ քաղաքականությունների շնորհիվ։ Սերժ Սարգսյանն այդպես միգուցե չի ուզել, բայց այդպես ստացվել է, քանզի ուրիշ բան չէր կարող լինել պաթոլոգիկ փողամոլության, դիլետանտիզմի, իշխանատենչության և նեոբոլշևիկյան մտածելակերպի արդյունքում։ Այնպես որ հույս ունենալ, որ սրանք ինչ-որ բարեշրջում կարող են անել և մարդակենտրոն համակարգ ստեղծել, առնվազն քաղաքական անմեղսունակություն է, այդպես է։ Ինչ վերաբերում է մեր ընթացիկ գործերին, ապա պետք է հստակեցնել պայքարի թիրախը։ Եթե մենք չհաջողենք իշխանափոխության հարցում, ապա կհաղթի Ալիևը և կպարտվի Հայաստանը։ Իսկ եթե մենք հաղթենք ներքաղաքական պայքարում, ապա Սերժ Սարգսյանը կգնա
չվաստակած հանգստի եւ կպարտվի Ադրբեջանը, ճիշտ է։ Հարգելի հայրենիքներ, իշխանափոխությունը Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանն է։ Հիմա էլ, ինչպես 88-ին, մեր կարգախոսը պետք է լինի միացումը։ Միացում։ Այդ կարգախոսով մենք հաղթել ենք ռազմի դաշտում, կհաղթենք նաև ներքաղաքական պայքարում եւ կգնանք ազգային դեմոկրատական փոփոխությունների։ Միացում, ահա այն կոդը, որը պետք է դառնա համաժողովրդական շարժման հաղթանակի գրավականը։ Շարժման կազմակերպիչները պետք է ծրագրեր ու քայլեր առաջարկեն։ Քաղաքացիներն էլ իրենց հերթին պետք է աջակցեն շարժմանը եւ վերահսկեն շարժման առաջնորդ քաղաքական ուժերին։ Այս առումով մեկ բան արժե հստակ ամրագրել. ինքնակազմակերպումը չպետք է շփոթել ինքնագործունեության հետ, դեմոկրատիան օկլոկրատիայի, այսինքն ամբողջավարության հետ, իսկ Սերժ Սարգսյանի վրա ճնշման ուժեղացումը հախուռն գրոհի հետ։ Շարժումը կարող է հզորանալ, եթե դրան միանան քաղաքական նոր ուժեր, հանրության տարբեր շերտեր ու քաղաքացիական խմբեր։ Այս իշխանություններին պետք են մեծ ցնցումներ եւ նոր մարտի մեկեր, քանզի այլ բանի վրա նրանք հույս դնել չեն կարող։ Իսկ մեզ պետք է մեծ հաղթանակ, հզոր Հայաստան եւ Ղարաբաղ։ Սերժ Սարգսյանը ու իր շրջապատը գրեթե չունեն հենարան։ Նրանցից դժգոհ են 1 միլիոնի հասնող աղքատները, բիզնեսի բոլոր շերտերը, պարտադիր կուտակայինով ռեկետի ենթարկվող աշխատուժը, չինովնիկական դասը։ Ինչպես ՀՀԿ ղեկավարն էր խոստովանել, հանրության ավելի քան 80%-ը դեմ է իրենց վարած քաղաքականությանը։ Նա այժմ իր իշխանությունը պահում է լիսկաների եւ իներցիայի շնորհիվ եւ այն բանի շնորհիվ, որ համաժողովրդական շարժումը դեռ նոր է թափ հավաքում։ Ելնելով դրանից, մենք այս փուլում երկու խնդիր ունենք միասին լուծելու։ Երկու հարցի լուծում, որն արդեն զուտ մասնագիտական, քաղաքագիտական մոտեցում է պահանջում։ Ինչպես անել, որ այս իշխանությունները փոխվեն հնարավորինս արագ եւ ինչպես անել, որ այդ փոփոխությունները լինեն անարյուն, առանց ցնցումների։ Ես համոզված եմ, որ ցնցումներից խուսափելու եւ փոփոխությունների հասնելու միակ տարբերակը համաժողովրդական մոբիլիզացիան է։ Եվ այս անարդյունավետ իշխանություններին զուգահեռ իշխանություն ձևավորելը։ Մենք պետք է պայքարի որակական եւ քանակական կողմն այնքան ուժեղացնենք, որ Բաղրամյան 26-ում Չաուշեսկուի, Յանուկովիչի եւ մյուս տխրահռչակ անփառունակ ճակատագիր ունեցող առաջնորդների ճակատագրերն աչքի առաջ ունենալով ստիպված լինեն շարժման ճնշման տակ լքել իրենց սիրելի աթոռները։ Մենք պետք է կազմալուծենք այս փտած իշխանական բուրգը, խորացնենք դրա ջաքերը եւ միևնույն ժամանակ կամուրջներ ստեղծենք պետական կառավարման համակարգի առողջ ուժերի հետ։ Զուգահեռաբար անհրաժեշտ է հանրային լեգիտիմությամբ օժտված քաղաքական էլիտա ձևավորել այս հրապարակում։ Դրա համար անհրաժեշտ է շարժման ոգին, որպեսզի մտնի ամեն գյուղ, ամեն քաղաք, ամեն տուն։ Բոլորը պետք է գիտակցեն, որ իշխանափոխությունն ընդհանուր գործի միջանկյալ օղակներից է։ Բուն պայքարը հանուն Հայաստանի է եւ ընդդեմ Ադրբեջանի, հանուն խաղաղության է եւ ընդդեմ պատերազմի, հանուն Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու է։ Եվ ուրեմն միացում, 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 միացում։
Սիրելի բարեկամներ, դուք գիտեք, ձեր ձայնն է, որ սարսուռի մեջ է գցում այսօր արդեն ժողովրդի ու պետության հանդեպ անտարբերությամբ ու առհամարանքով լցված իշխանություններին։ Ու ձեր ձայնը այո պիտի հնչի ամբողջ հանրապետությունով մեկ, ամբողջ երկիրը այսօր դարձել է ազատության հրապարակ եւ ազատության հրապարակի հարթակից ձեր ձայնը հնչեցնելու են մեր շարժման առաջնորդներն ու ներկայացուցիչները։ Դիմավորեք Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյան։ Մինչև ելույթը, սիրելի ժողովուրդ, խնդրում եմ ելույթների ժամանակ պլակատներ իջեցնել։ Միայն ելույթների ժամանակ, որպեսզի հետևի մարդիկ, հետևում կանգնածները տեսնեն։ Որից հետո լիքը բան, միայն խնդրանքս դա է։ Սովորաբար միտինգների ժամանակ մենք պլակատներ իջեցնում ենք, որպեսզի բոլորը տեսնեն։ Այդքանն է խնդրանքս։ Հիմա, հարգելի ժողովուրդ, այսօր ազատության հրապարակը, այսօր Հայաստանի արժանապատիվ ու ազատատենչ ժողովուրդը հայտ է ներկայացնում աշխարհին, բոլոր երկրներին, Հայաստանի իշխանություններին, որ ինքը գալիս է իշխանության, ինքը գալիս է ժողովրդի կամքով, ինքը իրականացնում է Հայաստանի սահմանադրության անփոխարինելի կետը, որը ասում է Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Մենք այսօր սկսում ենք այն գործընթացը, որը իրականացնում է եւ տեր է կանգնում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Սիրելի ժողովուրդ, այսօր մենք խոսելու ենք գործնական, այսօր խոսելու ենք կոնկրետ։ Եվ ես կոչով դիմում եմ ոչ միայն այստեղ կանգնածներին, այլ նրանց եւ ավելի շատ նրանց, ովքեր նաեւ այստեղ չեն։ Անցած մեր հանրահավաքի ժամանակ 100,000-ից ավելի մարդիկ նայել են հանրահավաքը տարբեր կայքերով, ինտերնետային տարբեր էջերով։ Այսինքն որքան այսօր, իսկ այսօր արդեն 100,000-ի չափ մարդ կանգնած է այստեղ, կտրուկ տարբեր է այսօրվա քանակը անցած հանրահավաքից, նույնքան մարդ, որը մոտավորապես անում է 200,000 մարդ այս պահին լսում է, հետևում է այս հանրահավաքին։ Դիմում եմ միջազգային կառույցներին եւ դեսպանատներին։ Ընդամենը մենք ձեզնից ակնկալում ենք անաչառ ճշգրիտ տեղեկատվություն Հայաստանում ընթացող շարժման մասին։ Ընդամենը ճշգրիտ տվյալներ, ընդամենը ճշգրիտ ինֆորմացիա կատարվող ելույթների իրադարձությունների մասին։ Ուրիշ ակնկալիք միջազգային կառույցներից, դեսպանատներից մենք չունենք։ Դիմում եմ մտավորականությանը, ուսանողներին, գիտնականներին, այսպես թե այնպես դուք ոչինչ չեք կարողանում անել այս երկրում։ Մշակույթը ռաբիզացված է, գիտությունը մեռած է, ուսանողությունը ամորձատված է։ Ես դիմում եմ բոլորին, թոթափեք վախը, հարգելի մտավորականներ, թոթափեք կոչումներ ստանալու ձեր ակնկալիքը, դեն նետեք ձեր կոչումները այս ժողովուրդն է տալու։ Բոլորին կոչ եմ անում, ուղիղ կանգնել, ողնաշարը ուղղել, գլուխը բարձրացնել եւ գալ հրապարակ։ Այստեղ է հայ ժողովրդի լավագույն մասը, այստեղ է հայ ժողովրդի ըմբոստ արժանապատիվ հաղթանակ սիրող մասը, այստեղ է հայ ժողովրդի պատմություն կերտող մասը։ Եկեք միացեք այս ժողովրդին։ Դիմում եմ բոլոր ֆեյսբուքային, թվիթերային, ինտերնետային ընդդիմադիրներին, բազմոցային ընդդիմադիրներին, խոհանոցային ընդդիմադիրներին, սրճարանային ընդդիմադիրներին, եկեք միացեք, որ ձեր մտահոգությունը գործ դառնա, կողքից խելոք, մելոք բաներ մի ասեք, եկեք այս հասարակ ժողովրդին միացեք, եկեք մեր պայքարին միացեք եւ ձեր ցանկությունները իրականացվեն, կատարվեն։ Ես դիմում եմ բոլոր սփյուռքի մեր ժողովրդին, Հայաստանից գնացածներին, Հայաստանը հերվից սիրելու երկիր չէ, եկեք տեր կանգնեք այս երկրին, հատկապես գնացածները, օգնեք շարժմանը,
Տեր կանգնեք շարժմանը ամեն ինչով կարող եք, ֆիզիկապես, ձեր աջակցությամբ, ձեր նամակով, ձեր ելույթներում, Հայաստանի այս շարժումը անշրջելի է, մենք այնքան անգրագետ ու դմբոչ ենք, որ այս շարժումը չթողնենք հաղթանակի հասնի, մենք ենք ձեր հետևից գալու, մենք ենք գալու ձեր հաղթանակը կերտելու, մենք ենք ձեր կատարողը, դուք չեք մեր ենթական, հասկանում եք, մենք խոսում ենք միայն ու միայն ձեր ոգով, ձեր քանակի, ձեր ոգուց, ձեր աչքերի փայլի ջերնելով, առաջնորդեք մենք ձեր հետևից գալու ենք, եւ վերջինը, սիրելի ժողովուրդ, շատերս տարիներ շարունակ երբեմն ունեցել ենք հիասթափության պայ, երբեմն խեղճացել ենք, երբեմն 5000 ժամը մեր ողնաշարը կոտրել է, այսօր մենք ապացուցում ենք հակառակը, որ այստեղ հավաքվել են հավատով մարդիկ, եւ այդ մարդիկ այդ 5000 ժամի ողնաշարը իրենք են կոտրելու, երբեք այլևս չասեք այս ազգը ընդունակ չի, այս ազգը դավաճան է, այս ազգը հաղթանակներ շատ է տեսել եւ այսօր մենք կերտելու ենք այդ մի հաղթանակը եւ քանի որ այսօր հավաքված են հավատով ժողովուրդ այսուհետեւ ես հայտարարում եմ իմ հավատը այս ժողովուրդն է իմ եկեղեցին ազատության հրապարակը Ես գիտեմ որ դուք սպասում եք ու դուք լցված եք հարցերով, հարցականներով, ձեր հույսն ու հավատը փարատող խոսքերով ու գործողություններով կտեսնեք, հիմա դիմավորեք Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Օսկանյան Բարի երեկո սիրելի հայրենակիցներ Մենք բոլորս եւ հարթակի վրա կանգնածները եւ դուք այսօր այստեղ ինքնանպատակ չենք եկել։ Ես կասեի եկել ենք նույնիսկ բարդացրված եւ ստիպված։ Եկել ենք, որովհետեւ այլևս այլընտրանք չունենք։ Այդ ստիպողականությունը եւ բարդացրվածությունը գալիս է այսօրվա հրամայականից։ Երկիրը ծանր վիճակի մեջ է։ Եթե այսպես թողենք շարունակվի, եկեք արձանագրենք, որ մենք անդառնալիորեն վտանգելու ենք երկրի ֆիզիկական, տնտեսական անվտանգությունը եւ ինքնիշխանությունը։ Բայց ամենածանրը այն է, որ իշխանությունները անտեսում եւ արհամարում են այսօրվա այս ծանր վիճակը։ Նրանք ցեվացնում են, որ ամեն ինչ նորմալ է, եւ նրանք բացարձակապես պատրաստ չեն որևէ բան փոխել իրենց քաղաքականության եւ կորձելավոճի մեջ։ Ավելին, նրանք դեռ սահմանադրական այս ավանտուրայի միջոցով ուզում են երկարացնել իրենց քաղաքական մենաշնորհը։ Այս իշխանության հետ ամեն ինչ փորձվել է։ Այնպես չէ, որ մենք կապրիզներ ենք անում, ասում ենք գնացեք։ Ամեն ինչ փորձվել է։ Վերջինը ընդդիմության 12 պահանջներն էին, ամբողջությամբ իրականանալի եւ ժողովրդի շահերից փխող, բայց ոչինչ չստացվեց։ Այս իշխանությունները ոչ միայն պատրաստ չեն որևէ բան անելու, այլ նաև ի վիճակի չեն, որովհետև այս տարիների ընթացքում նրանց վարած տնտեսական, անհատական, հատվածական, մենաշնորհային եւ ապաշմոր կադրային քաղաքականության արդյունքում ձևավորվել է մի այնպիսի համակարգ, որ այդ համակարգի ներսում նույնիսկ եթե լինեն ազնիվ մարդիկ, որ ուզենան ինչ-որ բան փոխեն, չեն կարող փոխել։ Եվ իրոք այս համակարգում ինչ-որ մի օղակում, որտեղ կան հնարավորությունները եւ լծակները բան փոխելու, հենց այդ օղակում այդ մարդիկ առաջինն են, որ դիմադրում են այդ փոփոխություններին, որտեղ առաջարկված փոփոխությունները առաջի հերթին հարվածում են իրենց անձնական շահերին։
Այսօր այս համագարկը ջարդել եւ կանթել հնարավոր է միայն մի ճանապարհով՝ իշխանափոխությամբ։ Իսկապես մեր երկիրը կանգնած է այնպիսի ներքին եւ արտաքին մարտահրավերների առաջ, որ միայն ժողովրդի անմնացորդ եւ անվերաբահ վստահության եւ ազատ ու արդար ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարությունն ու իշխանությունը միայն կկարողանա դիմագրավել այդ մարտահրավերները։ Իրոք այսօր Հայաստանում կան բոլոր նախադրյալները, այսօրվա հրամայականը, հասարակական պահանջը, այլ կերպ ասած իշխանափոխությունը իրականացնելու համար։ Մի կողմից կա իշխանություն իր անհաջողություններով, ցախողություններով, մյուս կողմից կա ընդդիմություն իր նվիրվածությամբ, իր միասնականությամբ եւ հստակ քայլերով։ Մի կողմից կա իշխանություն իր հետին նպատակներով վերարտադրվելու, իր նեղ քաղաքական անձնական շահերով, մյուս կողմից կա ընդդիմություն, որը հետապնդում է ժողովրդի շահերը, որի կորձունեությունը բաց ու թափանցիկ է։ Մի կողմից կա իշխանություն, որը ունի ժողովրդի հակակրանքն ու անվստահությունը, մյուս կողմից կա ընդդիմություն, որը ունի ժողովրդի վստահությունը եւ համակրանքը։ Իսկապես Հայաստանում երբեք այսպիսի քաղաքական իրավիճակ չի ստեղծվել։ Կա հասարակական պահանջ իշխանափոխության, դրա վառ վկայություններից մեկը ահավասիկ երկրորդ այս բազմամարդ հավաքն է։ Երկրորդ պայմանը այս հարթակի վրա կանգնած ոչ իշխանական, խորհրդարանական, քաղաքական ուժերի մեծամասնության լիդերների, նրանց անդամների ներկայությունն է, որոնք կարողացել են իրենց քաղաքական շահերը, իրենց տարակարծությունները մի կողմ դնել եւ միասնական բռունցք կազմել ընդհանուր շահերի համար։ Երրորդ նախապայմանը, որ այսօր այս ընդդիմությունը վայելում է ժողովրդի վստահությունը, այս ընդդիմությունը պաշտոններ չի հետապնդում, այս ընդդիմությունը իշխանափոխություն հասկանում է միայն ու միայն ազատ արդար ընտրությունների միջոցով, որի հիմնական որոշողը պետք է լինի ժողովուրդը։ Մենք սկսել ենք մի գործընթաց, սա միայն սկիզբն է, դուք կլսեք կուսակցության լիդերների ելույթները, ես գիտեմ, որ բարոն Ծառուկյանը ներկայացնելու է ճանապարհային քարտեզ, ասելու է, թե մենք ինչ ենք պահանջում, ես կարող եմ այստեղ ասել հետևյալը, որ այդ պահանջները չիրականանալու դեպքում այս զանգվածները կրկնապատկվելու են, մենք դիմելու ենք բոլոր հնարավոր սահմանադրական մեթոդներին, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակին։ Դա իր մեջ ներառում է բնականաբար հավաքները, եթե պետք է նստացույցերը ինչու չէ, այդ բոլորը մեր զինանոցում կան, բայց այդ բոլորը մենք անելու ենք խաղաղ ճանապարհով, սահմանադրության եւ օրենքի շրջանակներում։ Ես համոզված եմ, տեսնելով ձեզ, նայելով ձեր աչքերին, դատելով ձեր հայացքից, որ ախտանակը մերն է լինելու, որովհետև դա ձեր պահանջն է, այսօրվա գրավականն է, եւ մենք միջոց ենք հանդիսանալու այդ նպատակի եւ երազի իրականացմանը։ Սիրելի ընկերներ, ես գիտեմ, որ հարցական օդում կախած է, կստանաք բոլոր պատասխանները, բայց մի հատ արտահայտվենք, մենք միասին ենք, մենք գնում ենք փոփոխությունների, դիմավորեք, Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյան։ Հարգելի հայրենակիցներ, երկրի այսօրվա ծանր վիճակը տարիներ շարունակ իրականացվող հակաժողովրդական, հակաժողովրդավարական, քաղաքականության տրամաբանական արդյունքն է,
Այսօր Հայաստանը գտնվում է համակողմանի ճգնաժամի մեջ եւ այն պայմանավորված է գլխավորապես ապաշնոր կառավարմամբ, ոչ թե օբյեկտիվ պատճառներով։ Երկրի զարգացման հիմնական խոչընդոտը եղել եւ մնում է երկրում հաստատված քրեոլիգարխիկ համակարգը, որը դատապարտում է մարդկանց անհուսության եւ արտագաղթի։ Մարդկանց մի խումբ բռնազավթել է իշխանությունը, սեփականացրել է երկիրը, ուզում է հավերժ իշխել։ Երկրում տիրող ամենաթողությունը, անօրինականությունները, համատարած կոռուպցիան, անպատժելիությունը քանդում են մեր պետականության հիմքերը։ Այս ամենը հնարավոր չէ հանդուրժել։ Ակնհայտ է, որ երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, նույնքան ակնհայտ է, որ երկրի համար անհրաժեշտ փոփոխություններ չի կարող իրականացնել գործող վարչախումբը։ Որևէ ակնկալիք այս վարչախմբից, որը ձախողվել է բոլոր ոլորտներում եւ մարտել է թշվառության մի ամբողջ ժողովրդի, չկա եւ չեն կարող լինել։ Առաջնահերթ խնդիրը այսօր մեր երկրում ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորումը, սա է օրվա հրամայականը, քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը պետք է միավորեն իրենց ջանքերը այս խնդիրը լուծելու համար։ Ոչ թե սահմանադրությունն է պետք փոխել, այլ սահմանադրությունը խախտող իշխանությունը։ Օրինական իշխանության հաստատման նախադրյալներ կստեղծվեն երկրի բնականոն զարգացման համար, էապես կփոխվի երկրում տիրող բարոյական մթնոլորտը։ Այսօրվա հանրահավաքը ցույց է տալիս, որ մենք միասին վիճակի ենք փոխել վիճակը մեր երկրում։ Շնորհակալություն։ Բոլորին արդեն հայտնի է, որ թերևս չկա երկրում մարդ, ով չի միացել իր հոգով ու սրտով այս շարժմանը, նույնիսկ նրանք, ովքեր դեռ այսօր այստեղ չեն։ Ու ընդամենը մի բան կա, որը փորձում են կոտրել, ընդամենը մեկ բան, ձեր մեջի հավատը չվարանեք, նայեք ովքեր են հարթակում, չվարանեք, դիմավորեք Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյան, Սիրելի հայրենակիցներ, այսօրվա հանրահավաքի հիմնական ելույթի պատիվը վերապահված լինելով Գագիկ Ծառուկյանին, ես կբավարարվեմ ընդամենը լավ ծաղ տվեք։ Ուրեմն այդ պատճառով ես կբավարարվեմ, այս կոնգրեսականները ամենաչարն են։ Ես կբավարարվեմ ընդամենը մի քանի դիտարկումներով։ Առաջին, նոր համաժողովրդական շարժման առաջին երկու հանրահավաքների բազմամարդությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկնարկել է իշխանափոխության մի հուժկու գործընթաց, որը հաջողությամբ պսակվելու լուրջ հեռանկար ունի։ Ուստի կոչ եմ անում ամենևին ուշադրություն չդարձնել ընդդիմադիր համարվող որոշ
լուսանցքային մարգինալ ուժերի կողմից հոկտեմբերի 10-ի հանրահավաքին հետևած հիստերիկ արձագանքին։ Նման հակազդեցությունը միանգամայն բնական է եւ բացատրվում է չափազանց պարզ մի պատճառով։ Շատ ավելի լուրջ քաղաքական ուժեր, որոնք իբրև թե 70 տարի պայքարել էին Հայաստանի անկախության վերականգնման համար, երբ 1990-91 թվականներին այդ խնդրի, այսինքն անկախության խնդրի լուծման հնարավորությունը իրական դարձավ, մեկ ակնթարթում փոխեցին իրենց դավանանքը եւ կտրուկ դեմ արտահայտվեցին անկախությանը։ Ինչու՞։ Որովհետեւ այն ձեռք էր բերվում ոչ թե իրենց, այլ ուրիշների շնորհիվ։ Նույն բանն է, որ տեղի է ունենում այսօր։ Իրենց ընդդիմություն համարող որոշ լուսանցքային ուժեր սարսափած համաժողովրդական շարժման հզոր ալիքից եւ հաղթանակի հասնելու նրա հեռանկարից կատաղի պայքար են սանձազերծել նույնիսկ Սերժից ու նրա վարչախմբից ավելի կատաղի վերջինիս դեմ, այսինքն մեր դեմ, ձեր դեմ, նախընտրելով, որ Սարգսյանական ավազակախումբը 100 տարի էլ իշխի Հայաստանում, անխնա թալանի սեփական ժողովրդին ու հիմնահատակ կործանի երկիրը, միայն թե իշխանափոխությունը չկատարվի ուրիշների ձեռքով։ Նրանց կարծիքով Հայաստանում նախ պետք է ընդդիմափոխություն տեղի ունենա եւ հետո միայն իշխանափոխություն, ջհանդամը թե արանքում երկրից բան չի մնա։ Ահա սա է նրանց դավանանքը։ Լուսանցքային ուժերի պարագայում արկա է նաեւ ֆրուստրացիայի, այսինքն վհատության, հուսախաբության մեջ ընկնելու մի այլ ծարակշիռ պատճառ։ 3 տարի շարունակ պնդելով, քարոզելով, թե Ծառուկյանը խաղ է խաղում Սերժ Սարգսյանի հետ, եւ որ Բարգավաճ Հայաստանը ոչ մի պարագայում ընդդիմություն չի դառնալու, այսօր նրանք հայտնվել են իրենց կանխատեսման մեջ խայտարակ լինելու փաստի առջև։ Ես չեմ հասկանում, որ այսքանից հետո, այսպիսի խայտարակ լինելուց հետո, նրանք այսուհետև ինչպես են զբաղվելու քաղաքականությամբ եւ ով է հավատալու նրանց մյուս կանխատեսումներին։ Մի խոսքով, լծվելով, գլխովին լծվելով, համաժողովրդական շարժման դեմ ծավալված պայքարին, մարգինալ ուժերը դարձել են Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ դաշնակիցները, ոչ մի դեմագոգիայով թող ձեզ չխաբեն, որովհետև եթե ճիշտ է քաղաքական այբուբենի կարևոր տարրերից մեկը հանդիսացող թշնամուս թշնամին իմ բարեկամն է, բանաձևը, ապա նույնքան ճիշտ է ընդդիմությունը իշխանության բարեկամն է։ Այլ կերպ մեկնաբանելու պարագայում դավաճանված կլինեն տրամաբանության ամենապարզ կանոնները։ Փակելով մարգինալների թեման, ես խոստանում եմ այլևս երբեք չանդրադառնալ դրան։ Նույն բանը ակնկալելով նաև իմ գործընկերներից, մենք շատ ավելի լուրջ գործեր ունենք, նրանցով զբաղվելու կարիք չունենք։ Մենք լծված ենք լրջագույն մի գործի, որից նման մանուկների պատճառով շեղվելու իրավունք բացարձակապես չունենք։ Երկրորդ դիտարկումը։ Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ես չխոսեցի նույն օրը Եվրասիական միությանը Հայաստանի անդամագրման պայմանագրի ստորագրման փաստի մասին։ Քանի որ դա տեղի էր ունեցել հանրահավաքից ընդամենը մի քանի ժամ առաջ, իսկ եթե ինձ լավ եք ճանաչում, ես սովորություն չունեմ ոտքի վրա հապշտապ գնահատականներ տալու։ Այժմ ես պատրաստ եմ այդ արդիվ ձեզ ներկայացնել իմ որոշ նկատառումները։ Նախ նշեմ,
որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամագրումը, այսինքն այն, որ Հայաստանը պիտի դառնա Եվրասիական միության անդամ, նշել էի դեռևս ամիսներ առաջ նշել էի, որ դա անշրջելի է։ Իսկ Մինսկում կնքված պայմանագրի ուժով դա արդեն կատարված փաստ կամ կայացած իրողություն է, ինչը իմ կանխատեսման հաստատումը լինելուց բացի նշանակում է, որ տեսանելի ապագայում, շատ ուշադիր ես բառերը ճշգրիտ եմ արտասան, տեսանելի ապագայում մեր երկիրը ապրելու և կենսագործելու է այդ համակարգի շրջանակներում, այսինքն Եվրասիական միության շրջանակներում։ Հետևաբար, տվյալ իրողության հետ կապված, իրողությունը ռեալիթի բառն է, ռեալություն, տվյալ իրողության հետ կապված ցանկացած ջղաձգում այլևս ուշացած, անիմաստ և վնասակար է։ Իրականության զգացողությունը չկորցրած մարդու համար, եթե ոչ այլ բան, ապա միայն թեկուզ Ուկրաինային վիճակված ողբերգական կացությունը բավական է դրանում համոզվելու համար։ Մեծաքանակ բնակչությամբ, հսկայական տարածքներով, անծայրածիր դաշտերով և հարուստ բնական պաշարներով օժտված Ուկրաինան հակառակ իր կրած ծանր կորուստներին մի օր հաստատապես ոտքի կկանգնի և արժանի տեղ կզբաղեցնի բարգավաճ ու հզոր պետությունների կողքին։ Միթե ոմանց համար դժվար է հասկանալ, որ Հայաստանին Ուկրաինայի կորուստների անգամ 1/10 բաժին ընկնելու պարագայում մեր երկիրը պարզապես կվերանա աշխարհի քարտեզից։ Էլ ուրիշ բաներ պետք ձեզ ապացուցելու համար։ Տարօրինակն այն է, որ նույնիսկ արևմուտքը ըմբռնումով է մոտենում Հայաստանի կատարած ընտրությանը։ Մինչդեռ մեզ մոտ մի բուռ մարդիկ ոչ մի կերպ չեն ուզում հաշվի նստել իրականության հետ և փորձում են մեր երկրում արհեստականորեն հակառուսական տրամադրություններ հրահարել։ Առանց մտածելու դրա հետևանքների մասին և առանց հասկանալու, որ Հայաստանում այդպիսի տրամադրությունների հող չկա։ Եթե լիներ, անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից արդեն 13 ամիս է անցել, թող մի բան անեին այդ մարդիկ, թող փողոց դուրս գային, փորձեցին, ասեցի այն ժամանակ դրանից նեղացել են, 1-2 տասնյակ մարդուց, 2-3 տասնյակ մարդուց ավելի մարդ չկարողացան հանել, են այդ ժուրնալիստներն էլ հետը։ Հիմա ինչ է, թե Հայաստանը Սարգսյանական վարչախմբի ձախորդ քաղաքականության և անխուսափելի զարգացումների հետևանքով հայտնվել է Եվրասիական միությունում, դրա համար ինչ է, ազգովին սուգ հայտարարենք, ողբանք, լաց լինենք, անդադար նվնվոցներով թևաթափ անենք և վերջնականապես վհատեցնենք մեր ժողովրդին, թե հակառակը, թևներս քշտենք և օգտվելով այդ միության ընձեռած հնարավորություններից, իսկ չկա մի համակարգ, որ հնարավորություններ չպարունակի, և փորձենք շենացնել, բարեկարգել մեր երկիրը։ Հայաստանի խնդիրը ըստ այդմ Եվրասիական համակարգում այնպիսի օրինակարգ, լեգիտիմ, անբասիր, արժանապատիվ և վստահելի իշխանություններով ներկայանալն է, որն ի վիճակի կլինի տվյալ համակարգի ընձեռած հնարավորությունները առավելագույնս ծառայեցնելու մեր ազգային շահերին, իսկ բացասական անդրադարձությունները հասցնելու նվազագույնի։ Քանի որ ակնհայտ է, որ Սարգսյանական ռեժիմը այն իշխանությունը չէ, որն ի զորու է իրականացնել այդ առաքելությունը, սա էլ մի լրացուցիչ հիմք է այդ ռեժիմից շուտափույթ կերպով ազատվելու համար։ Ես համոզված եմ, որ վերը նշված արժանիքներով օժտված նոր իշխանությունների ձևավորման պարագայում Եվրասիական միության կազմում անգամ
Հայաստանը կարելի է դարձնել արևմտյան կամ համամարտկային արժեքների, այն է ժողովրդավարության, խոսքի, մամուլի, խղճի ազատության, մարդու իրավունքների, շուկայական տնտեսության վրա հիմնված իրավական պետություն։ Սա մենք կարող ենք անել։ Ուստի իմ կարծիքով չափազանցված են եւ իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում նաեւ Եվրասիական միությանը անդամագրվելու հետևանքով Հայաստանի ինքնիշխանության կամ սուվերենության կորստի մասին խոսակցությունները։ Ինքնիշխանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնուրույն որոշումներ կայացնելու եւ գործադրելու ունակություն։ Ցանկացած միջազգային կազմակերպության անդամագրվելով եւ այդ կազմակերպության անդամների հետ փոխադարձ պարտավորություններ ստանձնելով պետությունները սեփական կամքով մասնակիորեն կորցնում են իրենց ինքնիշխանությունը, որովհետեւ զրկվում են այդ պարտավորությունների շրջանակում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից։ Ես գագիկ տելելու Շատ լավ։ Ուրեմն ինչպիսի կառույց էլ մտնենք միջազգային, միևնույն է կորցնելու ես քո ինքնիշխանության որոշ մասը ինքնակամ։ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, Եվրոմիության անդամ եւ միջազգային կոնվենցիաներին միացած բոլոր պետությունները այսպիսով կորցրել են իրենց ինքնիշխանության մի մասը։ Այդ թվում Ամերիկան էլ, Ֆրանսիան էլ, Չինաստանն էլ բոլորը, որովհետև կա կանոնադրություն, որոնց պետք է այդ երկրները ենթարկվեն։ Եվ իրենք չեն կարող որոշումներ կայացնեն, որոնք հակասեն այդ կանոնադրության այդ դրույթներին։ Դա նշանակում է, որ եթե անգամ Եվրասիական միության փոխարեն Հայաստանը ստորագրեր Եվրոասոցիացիան պայմանագիրը կամ նույնիսկ միանար Եվրոմիությանը, միևնույն է զրկվելու էր իր ինքնիշխանության որոշ մասից, գուցե եւ ավելի, քան Եվրասիականի պարագայում։ Մի խոսքով, Եվրասիական միությունում Հայաստանը այնքան ինքնիշխան է լինելու, որքան Ռուսաստանը, Ղազախստանը, Բելարուսը եւ Կիրգիզստանը։ Եթե Հայաստանում արժանապատիվ իշխանություն լինի, դրան կարելի է հասնել։ Ինձ միամիտի տեղ դնելով կարող են հակաճառել, որ Եվրասիական միությունում Ռուսաստանը այնուամենայնիվ ունենալու է թելադրողի դեր։ Մի պահ համաձայն եմ։ Իսկ ով ասաց, որ միջազգային մյուս կազմակերպություններում թելադրող չկա։ ՄԱԿ-ում օրինակ, այդ դերը կատարում են վետոյի իրավունքով օժտված գերտերությունները, իսկ Եվրոպական միությունում Գերմանիան եւ Ֆրանսիան։ Չեք տեսնում, թե մեր աչքի առջև այդ միության առաջատար պետությունները ինչպիսի խստագույն պայմաններ են դնում Բուլղարիայի, Ռումինիայի եւ մանավանդ Հունաստանի առջև։ Չեմ կասկածում, արդեն գուցե նույնիսկ գրել են այդ բաները, որ Եվրասիական միության վերաբերյալ այսօր հնչեցրած իմ մտքերը ոմանք ներկայացնելու են որպես ռուսամետության կամ հակաարևմտականության արտահայտություն։ Դա ինձ բոլորովին չի հուզում, որովհետև նախ իմ նյարդերը ամուր են, եւ երկրորդ, իմ մոտեցումը թելադրված է ոչ թե արտաքին որևէ կողմնորոշման նախընտրանքից, այլ բացառապես քաղաքական ռեալիզմի վերաբերյալ ունեցած իմ կայուն համոզմունքներից։ Իսկ ռեալիզմին դավաճանելը ինձ համար հավասարազոր է քաղաքական կուրության կամ արկածախնդրության, մանավանդ վտանգներով հղի այնպիսի իրադրությունում,
որում մենք այսօր գտնվում ենք։ Երրորդ դիտարկումը վերաբերում է համաժողովրդական շարժման ղեկավարության կողմից հասարակությանը գործողությունների ճանապարհային քարտեզ եւ հստակ ժամանակացույց ներկայացնելու պահանջին։ Որևէ մեկին վիրավորելու մտադրություն չունենալով անմիջապես հարկ եմ համարում նշել, որ սա անհիմն եւ քաղաքական առումով վտանգավոր պահանջ է։ Քանի որ բռնապետության պայմաններում վճռական պայքարի դուրս եկած քաղաքական շարժումը չի կարող եւ իրավունք էլ չունի իր բոլոր քարտերը միանգամից բացել։ Պետք է հստակ տարբերություն դնել ռազմավարության, ստրատեգիայի եւ մարտավարական, տակտիկական հարցերի միջև։ Շարժման ստրատեգիան հայտնի է եւ որևէ գաղտնիք չի պարունակում։ Մենք բացեիբաց հայտարարել ենք եւ այսօր էլ հայտարարում ենք, որ ծրագրել ենք սահմանադրության շրջանակներում իրականացվող համաժողովրդական ճնշման տակ իշխանություններին հրաժարական պարտադրել, որից հետո անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ Անցկացնել այդ ընտրությունները նախապես բնականաբար հիմնովին վերափոխելով ընտրական օրենսգիրքը եւ նրանում ընդգրկելով այնպիսի դրույթներ, որոնք այսուհետև կբացառեն լայնածավալ եւ համակարգային բնույթ կրող ընտրակեղծիքների հնարավորությունը։ Ստրատեգիայի հարցում կրկնում եմ եւ հարթակում ոչ ոք չի առարկի։ Ստրատեգիայի հարցում մենք միակամ ու վճռական ենք եւ գնալու ենք մինչեւ վերջ, այսինքն մինչեւ սարգսյանական ռեժիմից լիակատար ազատագրումը։ Այսինքն մինչեւ վերջնական հաղթանակ։ Հիմա ինչ վերաբերում է տակտիկային, այն է մեր հետագա գործողությունների բնույթին, քայլերի հերթագայությանը եւ միջոցառումների ժամանակացույցին, ապա դա հանրային քննարկման առարկա չի կարող դառնալ։ Եթե չեմ սխալվում, ես մեկ անգամ արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ երբ տակտիկան բացահայտվում է, այդ պահից այն դադարում է տակտիկա լինել։ Մի պարագայում, երբ պետությունները, քաղաքական կազմակերպությունները, տնտեսական կառույցները չխորշելով անգամ հետախուզական միջոցներից, հսկայական ջանքեր են գործադրում հակառակորդի կամ մրցակցի տակտիկան պարզելու համար, ոմանք մեզանից պահանջում են, որ մենք մեր տակտիկական բոլոր մտահղացումները, ժամանակացույցը, միջոցառումների բնույթը սկուտեղի վրա մատուցենք Սերժ Սարգսյանին։ Այդպիսի բան չի լինի։ Շարժման տակտիկան բացահայտելու կարիքը չկա նաև մեկ այլ պատճառով։ Շատ կարևոր բան եմ ասում։ Այս հրապարակում հավաքված ժողովուրդը հիմնականում ՀԺԿ-ի, Ժառանգության, ԲՀԿ-ի եւ Կոնգրեսի համակիրներն են, որոնք լիովին վստահում են յուրաքանչյուրն իր կազմակերպությանը։ Կա մի մարդ, որ իր կազմակերպությանը չի վստահում։ Կա մի մարդ, որ իր կազմակերպության ղեկավարությանը չի վստահում։ Հետևաբար ոչ ոք հիմք չունի կասկածելու, որ նշված ուժերի առաջնորդները սեփական կազմակերպություններից ինչ որ բան են թաքցնում շարժումը սխալ ճանապարհով տանելու նպատակով։ Քանի որ, ինչպես նախորդ հանրահավաքում նշեցի, ժողովրդի եւ մեր համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա, ինչը մեր բռնած գործի հաջողության միակ գրավականն է։ Ուրեմն, համաժողովրդական շարժման ղեկավարությունը կարող է եւ վաստակել է այդ իրավունքը
ձեզանից հայցել տակտիկական հարցերը ինքնուրույնաբար լուծելու իրավասությունը։ Ես այս հարցը այսպես կախված չեմ թողնելու։ Ես այս հարցը հիմա դնում եմ քվեարկության։ Համաձայն եք շարժման ղեկավարությանը տալ այդ իրավասությունը։ Դեմ կա։ Ձեռնպա։ Ինչ ասեմ, շնորհակալություն։ Սա էլ մեր պատասխանը Չեմբերլենին։ Այսինքն, չարախնդացող այն մարդկանց, ովքեր պնդում էին, թե իբր մենք հաշվի չենք նստում ժողովրդի կարծիքի հետ։ Այս որոշումը կայացրել է ժողովուրդը։ Շնորհակալություն։ Հիմա կներեք, ոնց որ շատ լրջացաք։ Ես ուզում եմ հիմա մի քիչ ձեզ զվարճացնել։ Մի վերջին հորդոր։ Քանի որ առջևում մեզ լարված պայքար է սպասում։ Խնդրում եմ դրանից ամենևին չնեղսրտել, չչարանալ, չմաղձոտել, այլ ամեն ինչին վերաբերվել վերևից, բարեհոգաբար, թեթև սրտով, նույնիսկ հումորով։ Հիշեցնեմ, որ հակառակ գերլարված իրավիճակներին հենց այդպիսի մթնոլորտ էր տիրում 1988 թվականի փետրվարյան հանրահավաքների օրերին։ Ինչի վկայությունն են օրինակ այդ ժամանակ տարածված հետևյալ կատակները, սրամտությունները, անեկդոտները։ Սկսում եմ։ Հանրահավաքներից մեկի ժամանակ սանից ավելի շատ ժողովուրդ էր հավաքված։ Ժողովրդին է մոտենում մի կողմնակի մարդ ու հարցնում. ապեր ես ինչ հաշիվա։ Ինչի եք հավաքվեք գորգռում։ Պատասխանում են. Ղարաբաղն ենք ուզում։ Ղարաբաղը Սոչին ուզեք, Սոչին ավելի լավ տեղ է։ 88-ի փետրվարի 23-ի գիշերային երթի ժամանակ ցուցարարները միացեք վանկարկումներով կոչ էին անում մայթերին կանգնած մարդկանց միանալ երթին։ Երբ կինո հայրենիք անցել էինք, մայթին կանգնած տղաներից մեկը միացեք կոչին բարձրաձայն պատասխանեց. Արա, ձեր էշխելքին ընկա մաշնես կողին։ Այդ հրապարակում, այդ օրերին ազատության հրապարակում բազմությունը այնքան խիտ էր, հիմիկվա պես, որ հնարավոր չէր միմյանց ոտքերը չտրորել։ Երբ մեկը կողքի կանգնածին ասում է, կներես աղբեր, ոտը տրորեցի, վերջինս պատասխանում է, ոչինչ աղբեր ջան։ Երբ երկրորդ անգամ է տրորում, ու նորից ներողություն խնդրում, մյուսը թե ինչ ներողություն, աղբեր ջան, ցավը տանեմ, ազգի խաթեր ես մեծ գործում, մի տրորած ոտ ավել, մեկը պակաս, ինչ նշանակություն ունի։ Իսկ երբ երրորդ անգամ է տրորում, ու էլի ներողություն խնդրում, մարդը ասում է, աղբեր ջան, էլի կներեմ, բայց հենց Ղարաբաղի գործը կպավ տալու եմ գլուխը ջարդեմ։ Հիմա չվախենակ, մինչև մեր հաղթանակը հանգիստ կարող եք իրար ոտքերը տրորել։ Չի ասում հաղթանակից հետո է ջարդել։ Երբ այս հրապարակում հնչեցին գործադուլի առաջին կոչերը, մի երիտասարդ հանրավակը այստեղ չէր, նախկին կենտկոմի դիմաց, երբ որ են Դալգիխ Լուկյանով եկել էին Հայաստան։ Ուրեմն մի երիտասարդ բարձրացավ հարթակ եւ ասաց, այդ գործադուլների կոչեր էին հնչել, ասաց, ժողովուրդ ջան, այսօրվանից սկսած, մինչև Ղարաբաղի հարցի լուծումը, Քավարցի լինելով հայտարարում եմ,
ողջ քավառայությունը մի մարդու պես արաղադուլ է հայտարարում։ Համոզված եմ, որ նման կատակներ ու սրամտություններ ծնվելու են նաև այս շարժման ընթացքում։ Եվ դրանց առաջին նմուշները արդեն կան, ես հիմա չեմ ուզում ասել, կհավաքենք հետո։ Եվ սա շատ լավ է, որ կան։ Սա նշանակում է, որ մեզ բոլորիս սպասում է նույնպիսի հաջողություն, ինչպիսի հաջողության հասավ Ղարաբաղյան շարժումը։ Շնորհակալություն։ Դիմավորեք Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյան։ Արգելի հայրենակիցներ, այսօր հոկտեմբերի 24-ին մեծ եղերնի և հայրենազրկման 100-ամյակին ընդառաջ 6 ամիս առաջ մենք հավաքվում ենք այստեղ։ Շատ լուրջ է այս հրապարակը և միացյալ։ Դա ձեր պահանջն է։ Եվ եթե այս հարթակի վրա ազատ խոսքի արտահայտման շրջանակներում լինեն դարաձայնություններ, ձեր պահանջն է մեզ, որ մենք միասին պիտի մնանք մինչև հաղթանակ։ Համաձայն եք, քվեարկեք։ Դուք որոշեք, քվեարկության չեմ դնում։ Այսօր կամ սկզբի վերջն է, կամ վերջի սկիզբը։ Երբ քանի տարի առաջ ամերիկահայությունը փորձում էր իր դարբեր բզկտված, դարանջատված ուժերը միացնել, ինձ համար իմ բաշտելի հայրը Ռիչարդ Հովհաննիսյանը երևի հայոց պատմության ընթացքում ամենագարջ ելույթ ունեցավ, ասաց խոսքից գործ, խոսքից գործ։ Եվ այսօր ես չունեմ իր ներքին դիսիպլինան, իր ներքին կանոնագարքը, այդքան կարճ կապելու իմ ելույթը, բայց ուզում եմ ձեզ բաց, ազատ, անգելտ, չգիտեմ, վերջին առաջին զրույցի միջոցով ասել հետևյալը։ Մենք հավաքվել ենք որպես հայ մարդիկ Հայաստանի քաղաքացիներ։ Ով ուզում է թող ասի Լևոն և Կոնգրես, ով ցանկանում է Բարգավաճ և Ծառուկյան, ով ուզում է այդ երրորդ անունը դա, և դուք ճիշտ եք անում, բայց դրանցից բարձր կա մի երկրի անուն և մի պետական դրոշ, և դա է, որ մեզ այսօր միացնում է, դա Հայաստանն է։ Ամենակարևոր այսօր ոչ միայն մենք ենք այստեղ, առաջնորդներ, թեկուսակցություններ, դարացայնություններ հաղթահարած միասին կանգնած, այլ դուք ամեն մեկդ մի գրվան, ամեն մեկդ մի պայքար, ամեն մեկդ մի զենք և սահմանադրական ուժ։ Եվ ով այսօր հավաքվել է, պետք է պատրաստ լինի, եթե լուրջ ենք հարթակից և հրապարակ, կյանքի, պայքարի, մահվան և նորից կյանքի։ Դուք պատրաստ եք դրան։ Եթե պատրաստ եք դրան, ես ջղում եմ այս երկար բարակ իմ ջարը և անցնում մի երկու խոսքի։ Ոչ մեկ այստեղ կանգնած
Առաջին նախագահ, շատ հարգելի, պարոն Զարուգյանը, նախկին արտգործնախարարը, նախարարները, պաշտոնյաներ, քաղաքացիներ, օրիգինալ միտքի դեր չէ, օրիգինալ բնակրային միտքը գալիս է ժողովրդից։ Դուք եք ասելու, թե որն է Հայաստանի հաղթանակը եւ վաղվա օրը։ Մեզ պետք է հեղափոխություն։ Հեղափոխություն հոգու, մտքի, ազգի, քաղաքացու եւ մեր ազգային ապակայի ըստ սահմանադրության։ Այդ հեղափոխությունը լինելու է սահմանադրական, խաղաղ, իրավական եւ օրինական։ Եվ այսօր մինչ մենք ունենք հարթակում եւ հրապարակում նախկինում նստած քաղբանդարգալներ, թե խորհրդային շրջանից, Տեր-Պետրոսյանից սկսած, մինչև ազատ անկախ, ամոթ ասեմ, ազատ անկախ Հայաստանի ժամանակաշրջանը, մենք ունենք այսօր, այս պահին քաղաքական բանդարգալներ, որը Սերժ Սարգսյանը դրել է բանդում։ Եվ հիմա ով ուզում է, ես շատ մեծ ասպես հրետորական ցիրկ չունեմ, բայց ով ուզում է բռունցք բարձրացնել Շանթ Հարությունյանի իր ընկերների, Վալոդի Ավետիսյանի, Վարդան Պետրոսյանի համար ազատություն մեր ժողովրդին։ Հիմա դուք լսեցիք հարգելի առաջին նախագահի խոսքը, ես հարգում եմ իր տեսակետը։ Հարգում եմ, թեև որոշ հարցերում համաձայն չեմ։ Եվ ես կարծում եմ, որ մեր շարժման, մեր հոսանքի, մեր հաղթանակի հիմքը հենց դա է։ Դա մեր ներքին ազատությունն է։ Դրա մասին այսօր պիտի չխոսեինք, բայց նա խոսեց եւ դա իր ազատ իրավունքն է։ Եվ ես պաշտպանում եմ իր իրավունքը այդ ամեն ինչը ասելու։ Եվ թող ոչ մեկը ոչ դիմացինի տեսակետը սահմանապակելու, գրճատելու որևէ կալ կատարի։ Ամեն մեկս ազատ ենք, սա մեր հայրենիքն է։ Դուք գիտեք մեր տեսակետը, ես չեմ խորացնի, պարզապես կրկնեմ հետևյալը, որ մենք դեմ ենք Հայաստան-Թուրքիա հակաազգային, հակապետական արձանագրություններին եւ հիմա թե 5 տարի հետո դրանք իսկապես այդ մարդու ծոցը պետք է ուղարկվեն։ Մենք դեմ ենք նաեւ Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցության եւ համարում ենք, որ Սերժ Սարգսյանը որպես ոչ լեգիտիմ պաշտոնյա իր առ-ոչինչ ստորագրությամբ Հայաստանը դանում է սխալուղությամբ։ Սրա մեջ թող ոչ մեկը չխեղաթյուրի իմ խոսքը։ Այստեղ ոչ հակառուսականություն կա, ոչ հակաամերիկանություն, ոչ մի բան, քան Հայաստանի իրավագարկ, օրինագարկ, լեգիտիմ իշխանության ունենալու պահանջը, որը մերն է։ Դա ասած, ձեզ հետ պիտի կիսվեմ նաև քանի որ բարոն նախագահ բացեց արտաքին թեման հետևյալի մասին։ Մենք ինքներս կողմնակից եղել ենք եվրոպական սերտաճման, ինտեգրման, բայց մենք հիմա ինքներս վերանայում ենք այդ մոտեցումը, որովհետև տեսնում ենք, որ այդ փուչ աշխարհում գրեթե բոլորը նույնն են, ամեն մեկը հետապնդում է իր շահը։ Եվ ոնց որ Ռուսաստան, այնպես էլ Ամերիկան, Եվրոպան ճանաչեց գեղձված, գողացված ընտրությունների պահը անցյալ տարի։ Եվ դա դատապարտում ենք։
ոչ մի տարբերություն մեզ համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ինքնիշխան, ժողովրդավարական, սահմանադրական Հայաստանը իր նոր իշխանությամբ, որը գալու է անպայման, կերտի համահավասար հարաբերություններ բոլորի հետ, Ռուսաստանի, Ամերիկայի, Եվրոպայի, Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի և երկրի բոլոր ուժերի հետ։ Ամենակարևորը մեր ազատությունն է, մեր ինքնիշխանությունը և մեր ազգային շահը, ով մերժում է մեր հավատամքը, մենք ասում ենք ոչ, իսկ ով ընդունում է մեզ և հարգում մեզ և մեր շահը և մեր ժողովրդի իրավունքը մեր գլխի վրա տեղ ունի։ Սրա համար անհրաժեշտ է խոսքից գործ, Հայաստան, Արցախ, Սփյուռք իրական միասնություն։ Հիմա որոշ մարդիկ press release են տալիս, մամուլի հաղորդակցություն և իրենց ասում են, որ ես ազգային ազատագրական շարժման առաջնորդ եմ։ Ես նման մարդ չեմ։ Այդ ուրիշների նմնա։ Ես շարքային քաղաքացի եմ։ Շարքային քաղաքացի, ով ժողովրդի զորակցությամբ անցյալ տարի հաղթեց Սերժ Սարգսյանին և իր ռեժիմին։ Ձեր օգնությամբ։ Եվ ուրեմն, այն ինչ որ ես հիմա ասում եմ ոչ որպես ստից ձևական ազգային ազատագրական առաջնորդ ամոթ, նման գրողին ամոթ, այլ որպես շարքային քաղաքացի։ Ասում եմ ձեզ հետևյալը, մինչև Հայաստանը միանա որևէ միության, սայուզի, եվրասիական լինի, թե եվրոպական, ինչ է լինի, ես համաձայն չեմ, որ անշրջելի է, դուք գիտեք իմ տեսակետը, բայց մինչև միանալը, եթե միանանք, առ ոչինչ այդ ստորագրությամբ, Հայաստանը իր ինքնիշխան որոշմամբ կողմնորոշված պետք է մտնի Արցախի անկախությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչած։ Ուրիշ ձև չենք կարող մտնել այս տարի Եվրասիա, 5 տարի հետո Եվրոպա։ Մենք ինքնիշխան մեր որոշումը պետք է կատարենք։ Եվ վերջում, չնայած մեր անցյալ տարաձայնություններին, մինչև հիմա ունենք այսպես բանավեճ, լարված հարաբերություններ, գաղտնիք չէ, բայց ձեր առջև բաց ենք և մեր շարժման, մեր հաղթանակի գրավական այդ մեր բացությունն է։ Չնայած դրան, մենք կոչ ենք անում քաղաքական և քաղաքացիական բոլոր ուժերին միավորվել մեր երկիրը փրկելու և սահմանադրական կարգը հրավիրելու համար։ Իմ մասնավորի թարմացնում եմ այն գոչը, որ ես արեցի անցյալ տարի այս ամբիոնից դիար Սերժ Սարգսյանին։ Այդ առաջարկը թարմացնում եմ և համահունչ է Տեր-Պետրոսյանի ասածին և վստահ եմ, որ Ծառուկյանը նման բան էլ կասի։ Առաջինը, գալ քաղաքական համաձայնության Հայաստանի փրկության համար, կիսել իշխանությունը ժողովրդի հետ, ստեղծել ժամանակավոր կառավարություն, հրաժարական տալ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան և ամբողջ իշխանություն, և ժողովրդի տևական ամենօրյա ճնշման ներքո մինչև ապրիլի 24-ը կազմակերպել նախագահական և խորհրդարանական արդահերթ արդար ընտրություններ։ Սա է, ոչ թե իմ, սա համազգային պահանջ է և այդ առաջարկը առկա է հանուն հայրենիքի և առանց զոհի։
Ինչպես գիտեք, մեր հարկաժան գործընկեր բարոն Զարուգյանը ավարտական ելույթով հիմա իր խոսքը գասի։ Բարոն Տեր-Պետրոսյանը մի հարց դրեց ժողովրդական քվեարկությամբ, միգուցե բարոն Զարուգյանն մի այլ հարց տնի քվեարկության, որովհետև մի առաջարկ կա ազատամարտիկների կողմից, որ այսօրվանից նստածույց լինի ազատության հրապարակում։ Ես այդ հարցը չեմ դնում քվեարկության, թողնեմ որ բարոն Զարուգյանը դրա մասին խոսի, ես որպես քաղաքացի գոհ եմ այդ առաջարկին։ Եթե ինչ-ինչ պատճառներով մենք գոհ չքվեարկեցինք, ես ինքս վաղը Գյումրի օրվա արիթով գնեմ Գյումրիում ժամը 2-ին դրամատիկական թատրոնի առջևը վաղը ժամը 2-ին։ Կարևորը այն է, որ եթե մենք միասին ենք, այսօր կամ վաղը կամ մյուս օրը լուսաբացը լինելու է անպայման։ Չկասկածեք, հույսը չգզրեք, լուսաբացը գալու է մեր երկրին։ Հիմա կխոսի։ Ասեք, ինչ ուզում եք ասեք, պահանջեք։ Հիմա, սիրելի հայրենակիցներ, ժամանակն է, որ մենք լսենք այսօր ռոտացիայի կարգով մեր ներքին պայմանավորվածության բարոն Զարուգյանին, բայց որպես վերջաբան ուզում եմ ասել հետևյալը. նոր Հայաստանը անպայման գալու է, այսպես թե այնպես, ով լինի հարթակում թե հրապարակում, նոր Հայաստանը գալու է և գալու է շուտով։ Եվ երկու խոսք գեներալ Գասպարյանին և հայոց ոստիկանին։ Հասարակական կարգը հնարավոր չէ առանց իրավական կարգի, իրավունքի վրա հիմնված դարական, սահմանադրական կարգի։ Իսկ իրավական կարգը հնարավոր չէ աբորանի վարչակարգի անկարգությամբ, ինչպես կարգավորվել է ռազմականացված ոստիկանության կողմից։ Երբ որ իշխանությունը օրենքից դուրս է, չկա ոչ իրավական, ոչ էլ հասարակական կարգ, որտեղ Հայաստանի քաղաքացու իրավունքները տարական ամեն օր, ամեն գիշեր արամարվում են։ Ուրեմն մեր որոշելիքն է, հայ ոստիկան, դղերք, ես գիտեմ, որ դուք այստեղ եք, մեզ համար ունենք մեզ որոշում կայացնելու, լինի այսօր, թե վաղը, թե մյուս օրը, անպայման այդ հանդիպումը գալու է։ Օրինազանց հրաման և օրինազանց հրամանադար, թե իրավադեր Հայաստան մեր պետականությամբ, մեր սահմանադրությամբ, մեր իրավունքով, մեր քաղաքացով և մեր ազգային շահով։ Դուք որոշեք ինքներդ, մենք արդեն որոշել ենք։ Բարով մնանք։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ, որպեսզի մի բանի վրա ուշադրություն դարձնեք։ Դուք հիմա այստեղ միլիոնավոր մարդիկ համակարգիչների մոնիտորներին, հեռուստաէկրաններին կպած Հայաստանի սահմաններից դուրս ամբողջ աշխարհով 1 միլիոնավոր հայեր հետևում են այս իրադարձությանը, սպասում են մի բանի։ Դուք բոլորդ գիտեք ինչին եք դուք ուզում հավատալ, ինչին եք դուք պատրաստ հավատալ, ում եք դուք պատրաստ հավատալ, ով որ միշտ ասել է ունեմ մեկ կարևորություն կյանքում, ձեր հավատը։
նայեք ձեր սրտի ներքին խոսքին, ձեր հոգու խոսքին, հետևեք ձեր հավատին, նորից եմ ասում, այդ մի բանն են փորձելու քայքայել։ Հիմա ես հանրահավաքից հանրահավաք խոսում, չարչարվում, փորձում եմ ձեր սրտի ուզածն ասել, այս պահին պիտի խնդրեմ ինձ օգնեք։ Հրավիրում ենք միասին մարդուն, ում սպասել ենք այսքան ժամանակ։ Բարգավաճ Հայաստան, կուսակցության, առաջնորդ, Գագիկ Ծառուկյան։ Հարգելի, սիրելի ժողովուրդ, քույրեր եւ եղբայրներ, շնորհակալ եմ այս վերաբերմունքի, ջերմության, ընդունելության, վստահության համար։ Շատ զգացված եմ եւ այսօր որ մեր կոչով տասնյակ հազարավոր այսօր ժողովուրդ այստեղ է եւ 100 հազարավոր հերոստատիվ են նայում, լսելու մեզ, թե մենք ինչ ենք ասելու, ինչ ենք անելու։ Ամենակարևորը ես ուզում եմ ասել, որ ես գիտեմ ձեր դառնուցավը, ձեր խնդիրը, խնդրեմը եւ ամենակարևորը գիտեմ դրանց լուծման ձևը։ Ես ձեզնից մեկն եմ ոչ թե խոսքերով, այլ իրական կյանքով, որ ամեն օր շփվում եմ, տեսնում եմ, լսում եմ եւ մի ձեռքս պուլսի վրա է։ Երկրի վիճակը, տնտեսությունը, ժողովրդի կարգավիճակը, ապրելակերպը։ Ես խոսում եմ ի սրտե։ Դուք գիտեք, որ 2009 թվականից հետո, որ միջազգային համաշխարհային ճգնաժամը սկսեց, Ծառուկյանը ասում էր, որ անպայման հարկավոր է թեթևացում, օգնություն, միջամտում, բայց ասում էին որոշ մարդիկ լուրջ դեմքերով Ծառուկյանը չի տիրապետում, բայց այսօր արդյունքը եղավ այն, որ 2009 թվականից մինչև 2014 թվականը 15,000-ից ավել կառույցներ, հիմնարկներ, կրպակներ փակվել են, մարդիկ մնացել են անգործ, միլիոնավոր մարդիկ անաշխատանք են մնացել, որ այսօր անգործության թիվը հասել է 43%-ի, արտագաղթը, որ ամեն ինչ մենք տիրապետում ենք, մենք գիտենք, այո, ճգնաժամի ժամանակ պետք է մարդկանց աջակցեն, օգնեն, հնարավորություն տան, պայման ստեղծեն, որ մարդիկ կարողանան աշխատեն, ապրեն, չփակվեն։ Եվ մինչև այսօր փակվում են այդ կրպակները, այդ գործարանները։ Իսկ այսօր ժողովրդի վիճակը ծանրագույն է։ Այսօր հիմնական այստեղ կանգնածները ես գիտեմ, որ ժողովրդի 90-95%-ը վանկի տոկոսների տակ է։ Ճիշտ է թե ոչ։ Այսօր հարցը ոչ թե խոսքով, այլ գործով պետք է լուծվի։ Պայման հնարավորություն պետք է լուծվի, որ մարդը այսօր երեխան մրսում է, գազը տունը ոչ թե գազ չմիացնի, որ փող չունի, թուղթ է վառում, կամ սպասում է, որ մյուս օր առավոտյան գնա, խանութից հաց գնի, որ մի օրվա հաս լինի, էժան գնով վերցնի։ Մենք սա պետք է կարգավորենք։ Ամոթ է մեզ, մեր հիմնական ստեղծած այդ կարգավիճակին, որ կարողանա աշխատող ժողովուրդը, ստեղծող ժողովուրդը, աշխատի, ստեղծի իր ընտանիքը պահի։ Հիմնական իմ տեսակետնում մոտեցումը սա է։ Իսկ այսօր ամենակարևորը Ծառուկյանին ոչ մի դժվարագույն խնդրով չեն կարող վախեցնել։ Ծառուկյանը ամեն ինչ տեսել է, դժվարություն, նեղություն, անարդարություն, բայց երբեք չի կոտրվել։ Ծառուկյանը մինչև վերջ իր գործը առաջ է տարել։ Սիրելի ժողովուրդ, ես այսօր այստեղ եմ, ճիշտ արդեն մոտ 8-10 տարի անդադ ասում են Ծառուկյանը չի անի, Ծառուկյանը չի գնա, Ծառուկյանը ինչին պետք է։ Այո, իրենք ճիշտ են ասում, Ծառուկյանը ինչն է պետք, գլուխը անցավ ցավի տակ դնելու, բայց պետք է մեկը լինի, ոչ թե իր մասին մտածի, ազգի, պետության, ժողովրդի, որտեղ միայն մի մարդը չի կարող լավ լինել, ազգովի պետք է լավ լինել։ Եվ այսօր ես նորից եմ ասում, չկա մի բան, որ Ծառուկյանը ասած լինի չանի, չկա այդպիսի բան, ոչ մեկը չի կարող ասել, ինչ որ խոսք եմ տվել, ժամանակից շուտ արել եմ։ Կան մարդիկ տարածում են, դեն միշտ ասում եմ 8 տարի տարածում են, Ծառուկյանը չի գնա, Ծառուկյանը չի, հեսա կասի, վաղը կասի, 10 օր հետո կասի, բայց Ծառուկյանը ինչ որ ասել էր, մինչև վերջ էլ պահեց իր խոսքը,
հանուն հարգանքի, հանուն վստահության, հանուն ժողովրդի այդ հավատքի, որի հանդեպ պահում և պահպանում են։ Սիրելի ժողովուրդ, այսօր հաղթանակը մերն է, ձերն է։ Ես ուզում եմ ասել, որոշողը ժողովուրդն է։ Եթե այսօր տասնյակ հազարավոր մարդիկ այստեղ են, 100,000-ներ հեռուստացույց են նայում, իհարկե կա մասսա, որը այսօր մեր կողքին չի, բայց հույսով եմ, որ վաղը կլինի, որտեղ հարցը ոչ թե Ծառուկյանինն է, ոչ թե Ռաֆի Հովհաննիսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանինը, այսօր հարցը ժողովրդինն է, այսօր ժողովուրդը ծանրագույն վիճակում է, այսօր ամսավերջին մարդը մտածում է, պարտ կփակի, հար կտա, տուշտուգանք տա և տանի բանկի տոկոսները փակի, որ սրա առաջ պետք է առնվի, մարդկանց հնարավորություն ու պայման ստեղծվի, բոլորն էլ ուզում են լավ ապրեն, բայց դրա համար մարդիկ պետք է միասնական լինեն, ուժը ժողովրդի մեջ է, միասնական լինելը հաջողությունը ձերն է, եթե մենք այսօր այստեղ հավաքվել ենք, ինչ ասել ենք, միշտ մեր գործին տեր ենք եղել, այսօր ձեր կողքին ենք, հիմնական խնդիրները կարգավորելու, պայման հնարավորություն ստեղծելու, միավորելու, միասնական լինելու, համախմբելու և իրականացնելու, հաջողությունն ու հաղթանակը միայն դրա մեջ է, սիրելի ժողովուրդ։ Երբ որ դուք միասնական մի մարդու պես հանուն երկրի, հանուն ժողովրդի, ձեր ապագայի, ձեր երեխայի իրար կողք եղաք, ուրեմն անմիջապես ինչ քայլ կատարել են, դա անմիջապես լուծելի է։ Եթե տեսնում եք մի քանի օր փոքր ու միջին բիզնեսի գործարարները համախմբվելով ինչ հարց բարձրացնում են, հարցը լուծում է ունենում, հետաձգվում է, ամսի 10-ին համապատասխան դուք այստեղ եք, սահմանադրական փոփոխումները հետաձգվեց, իսկ ազգովի կանգնելը, ուրեմն բոլոր հարցերը ժողովրդի թելադրանքը իրականություն է դառնալու։ Նոր չեմ ասում, ուժը ժողովրդի մեջ է, ոչ մեկը չի համարձակվի ժողովրդին կպնել, ժողովրդին նեղացնել։ Մենք ոչ մի անօրինական բան չենք անում, մենք անում ենք այն, ինչ որ օրենքի սահմանում է, մարդու իրավունքների մեջ է։ Եվ մի բան էլ ուզում եմ ձեզ ասել, որ ամենակարևորը մենք պետք է միասնական լինենք։ Հիմնական երրակի ընդհանուր որոշման ինչ որ հարց բարձրացնենք, մենք այնպես պետք է գործենք, պետք է անհատական գործողություններ չլինեն։ Ամենակարևորը շտապելը հաջողության չի բերի, ճիշտ հասկացեք։ Մենք գործը սկսել ենք, պետք է ավարտենք, այն խնդիրները լուծենք, որի անհրաժեշտությունը այսօր կա։ Ես ուզում եմ ասել, որ ես ձեր կողքին եմ, մինչև վերջ, մինչև մեր խնդիրների լուծումը։ Եվ այսօր ես ուզում եմ մի քանի դրույթներ կարդալ ձեր համար, այն հեռուստադիտողների համար, որոնք անհամբեր այսօր սպասում են, միլիոնավոր հայորդների համար, որոնք արտագաղթել են Հայաստանը, իրենց ընտանիքը, բալիկներին թողնելով գումար վաստակելու համար դրսում են, բայց նա օր ու ժամ սպասում են, երբ լինի պահը, որ նրանք անմիջապես հնարավորությունը պայման լինի, որ հետ վերադառնան իրենց հայրենիքը, իրենց ընտանիքը, իրենց բալիկների, իրենց ծնողների մոտ։ Եվ մեր ամբողջ սփյուռքահայության համար, որոնք ամենահայրենասեր մարդիկ, կարոտով, հույսով միշտ կողմնակից են Հայաստանի հզորացումը, ժողովրդի բարեկեցությանը։ Ես հիմա ուզում եմ ընթերցել այդ դրույթներից մի քանիսը։ Սիրելի հայրենակիցներ, ակնհայտ է, որ երկիրը գտնվում է ծառայողի վիճակում։ Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը հացվել է կացվածահար վիճակի։ Որպես հետևանք մենք այսօր ունենք արկածության ահռելի մակարդակ եւ արտագաղթի վտանգավոր ցուցանիշներ։ Օրեցօր խորացող քաղաքական մենաշնորհը ել ավելի է սրել երկու մարկա անվստահությունը եւ անհանդուրժողականությունը։ Ձախողումները համատարած են տնտեսության ներքին քաղաքականությունում, ակնհայտ են անհաջողությունները նաև արտաքին քաղաքականության ոլորտում։ Այսօր իշխանությունը չի առաջարկում երկրի զարգացման եւ առողջացման որևէ խելամիտ եւ հավատաշնչող ծրագիր։ Դա նշանակում է, որ մարդկանց կյանքն ավելի է վատանալու։ Ու հենց այս պահին իշխանությունը առաջ է քաշում սահմանադրական փոփոխությունների իր գաղափարը, որպեսզի վերարտադրվի եւ շարունակի Հայաստանը կառավարել նույն մեթոդներով եւ նույն մարդկանցով։ Դուք համաձայն եք իշխանության այդ քայլերին։ Այս վճռական պահին ժողովրդի վերաբերմունքը պետք է հստակ արտահայտի։ Մենք երեք քաղաքական ուժերս գիտակցում ենք այն լրջագույն պատասխանատվությունը, որը ստանձնել ենք։ Ես որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ վստահեցնում եմ, որ ձեզ հետ միասին մենք իրացնելու ենք հանրային համաժողովրդական պահանջը։
Հայաստանը զարգացման եւ երեքի ուղու վրա դնելու համար անհրաժեշտ են նոր որակի իշխանություն եւ նոր քաղաքականություն։ Դուք համաձայն եք։ Սիրելի հայրենակիցներ, կյանքն այսօր պարզապես պարտադրում է գնալ արմատական փոփոխությունների։ Հայաստանում փոփոխությունները անխուսափելի են։ Դրանում չկա ոչ մի կասկած։ Մեր հստակ դիրքորոշումը հետևյալն է. մենք կողմ ենք խաղաղ անցում իշխանություններին։ Ես իմ ղեկավարած կուսակցությունը եւ իմ գործընկեր կուսակցությունները պատրաստ են ցանկացած սցենարի։ Մենք Մայդանի կոչ չենք անում, բայց ես արդեն ասել եմ, որ Մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը, ժողովրդի թշվառությունը եւ ամեն գնով վերարտադրվելու իշխանության ծրագրերը։ Պատմական փոփոխությունները այս փուլում շատ կարևոր է մեծացնել համաժողովրդական համախմբված ծավալը։ Ոչ ոք Հայաստանում չպետք է մնա դիտորդի դերում։ Սա բոլորիս գործն է։ Լուրջ անելիք ունի նաև Սփյուռքը։ Պետք է վերանայի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ողջ համակարգը։ Սփյուռքի քաղաքական եւ տնտեսական հսկական ներուժը պետք է վերջապես օգտագործվի մեր երկրում։ Ես դիմում եմ Սփյուռքի մեր համայնքների ղեկավարներին եւ հեղինակավոր գործիչներին։ Հայաստան ունի ձեր կարիքը, միասին ստեղծենք իրական աշխատանքների մեխանիզմ։ Ես պատրաստ եմ այս հարցում դառնալ թե կազմակերպիչ, թե նախաձեռնող։ Հաջողության համար չափազանց կարևոր է նաև ներքին մթնոլորտը։ Ես այս հարթակին կանգնած, որպես երկրաչափ քաղաքական ուժի ղեկավար, ուզում եմ հայտարարել, Վարգավեճ Հայաստանը երկրի ներսում չունի թշնամիներ։ Երկիրը պետք չէ ներքին թշնամիներ, երկրի պետք չէ ներքին թշնամիներ։ Եվ երկրորդ, անկախ բոլոր քաղաքական փոփոխություններից պետական համակարգը իրեն պետք է զգա պաշտպանված եւ աշխատի հանդարտ ու կայուն մթնոլորտում։ Մարդու քաղաքական դիրքորոշումները որևէ ազդեցություն չպետք է ունենան նրա աշխատանքի, սոցիալական պաշտպանվածության, ունեցվածքի եւ անձեռնարկության վրա։ Ես պատրաստ եմ դառնալ դրա երաշխավորը։ Սիրելի հայրենակիցներ, որևէ մեկի մոտ կասկած չպետք է լինի, որ հոկտեմբերի 10-ից մեկնարկած համաժողովրդական շարժմանած ալիքով մենք հասնելու ենք մեր նպատակների իրականացմանը։ Արձանագրենք, որ սահմանադրական փոփոխությունների խնդիրը հետաձգվեց ժողովրդի ճնշման շնորհիվ։ Դա նշանակում է, որ համաժողովրդական ճնշումը պետք է ավելի մեծացվի եւ որ առանց ժողովրդի համաձայնության ոչինչ մեր երկրում անել թույլ չենք տալու։ Եվ ես հիմա ուզում եմ հայտնել մի շատ կարևոր որոշման մասին։ Այսօրվանից սկսած մենք ողջ Հայաստանում սկսում ենք համաժողովրդական շարժման միասնական շտաբների ձևավորում։ Ցանկացած պահին ժողովրդին մոբիլիզացնելու համար դուք դառնալու եք մշտական գործող միավորներ բոլոր բնակավայրերում, համախմբելով ոչ իշխանական ուժերին, մեծ համախոհ արտախորհրդանական եւ բոլոր կուսակցություններին, հասարակական եւ քաղաքական շարժումների ողջ ժողովրդին։ Ես կարևորում եմ յուրաքանչյուր քաղաքացու ակտիվ մասնակցությունը եւ դերակատարումը։ Մենք պարտավոր ենք այս նոր ձևավորվող հզոր շարժումը տալ կառուցվածքային եւ կազմակերպչական լուծումներ։ Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ժամանակ չունենք, անհրաժեշտ են այս խոր ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ետքեր։ Պետք է կոտրել երկրում քաղաքական մենաշնորհը։ Ճանապարհը հստակ է, ամենասեղմ ժամկետում գնալ ընտրական օրենսդրքի փոփոխությունների, վերացնելով մեծամասնական ընտրակարգը, գնալ ընտրությունների, սա թույլ կտա երկիրը չտանել ցնցումների, խուսափել մայդաներից եւ համատեղ ջանքերով սեր լուծել երկրի եւ ժողովրդի առաջ կանգնած լրջագույն խնդիրները։ Իսկ մինչ այդ հաշվի առնելով ժողովրդի օրասական վիճակը եւ գոյություն ունեցող լրջագույն խնդիրները, մենք վերահաստատում ենք մեր պահանջները ռացիոնալ քննարկումների դաշտում հստակ ժամանակացույցով լուծել այդ խնդիրները։ Սա է այս իրավիճակից դուրս գալու գրագետ օպտիմալ ճանապարհը։ Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել եւ մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները, ապա մենք երեք քաղաքական ուժերով, մեծ համախոհ այլ քաղաքական ուժերով, երավեր լայն համախմբված ժողովրդական շարժմամբ փողոցում եւ հրապարակներում կանգնած 100,000-ներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում եւ արտահայտ ընտրություններ։ Մեր գործը արդար է, Աստված պահպան մեր բոլորին։ Եվ այսօր ես ասում եմ, ոչ մի նստացույց չի լինելու, մինչև մենք երակով ընդհանուր
ընդհանուր պայմանավորության չգան եւ եթե դրա կարիքը լինի, ուրեմն մստացույց մյուս հարավակին այդ հարցը մենք կբարձրացնենք։ Շնորհակալություն, մինչև նոր հանդիպում։ Սիրելի բարեկամներ, մեր ուժը ցուցադրում ենք հիմա երթով, անկյունագծով, Մաշտոցի Պողոտա, Ամիրյան, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան, Թումանյան փողոց, Ազատության հրապարակ, երթով առաջնորդների հետևից, երթով ու հավատով, անկյունագծով խնդրում